Թմրամիջոցների վաճառքի համար ավելի ծանր պատիժներ են սահմանվելու։ Խորհրդարանում այսօր քննարկվեց քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի կտրուկ խստացվելու է պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Խոշոր չափի թմրամիջոց վաճառելու դեպքում առաջարկվում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Եթե թմրանյութը վաճառվում է անչափահասներին, պատիժը հասնելու է 15 տարվա։ Տելեգրամյան ալիքների միջոցով իրականացվող վաճառքի դեպքում գործող 3-ից 6 տարվա փոխարեն սահմանվելու է 5-ից 10 տարի պատժաչափ։ Բացի այդ, սեփական օգտագործման համար փոքր չափերով թմրամիջոց պահելու դեպքում ևս տուգանքները կրկնապատկվելու են, հասնելով մինչև 1.6 միլիոն դրամի։ Հիմա որ դարավ 8-ից 15 տարի, հիմա մի տարուց այս դահլիճում 2 տարուց այս հարցը քննարկելուց ինչ մենք կկարողանանք ասել, քանի հոգի դատված կլինի, օրինակ 8 տարի ազատազրկում Telegram-ով թմրանյութ տարածելու եւ այլնի համար։ Ես հարցը այդպես եմ հասկանում։ Պատիժը պետք է խստացվի, երբ այն բավարար չի, իսկ այն բավարար լինել չլինելու հանգամանքը մենք կարող ենք տեսնել միայն դատավճիռների թվով։ Եվ նայում ենք մեր այլ երկրների փորձը, որտեղ պատիժը անհամեմատ ավելի խիստ է, օրինակ Սինգապուրում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ միջև անգամ մահապատիժը նախատեսվում, տեսնում ենք, որ պատիժների խստացմամբ հանցագործությունների թիվը հասել է գրեթե 0-ի եւ շատ է նվազել։ Իշխանական խմբակցությունից մտավախություն հայտնեցին, որ թմրանյութերի շրջանառության համար սահմանված պատժաչափերի խստացման հետևանքով կարող են առաջանալ այլ ռիսկեր, օրինակ կոռուպցիոն։ Իրավապահները կարող են պահանջել կաշառք թմրավաճառներից, նրանց ավելի մեղմ պատիժ սահմանող արարք վերագրելու համար։ Օրենքի փոփոխության հեղինակն իր հերթին քննչականի պատշաճ աշխատանքը կասկածի տակ դնող վիճակագրություն է ներկայացնում։ 2023 թվականին տվյալ հանցագործությունների տարվա ընթացքում գրանցվել է հանցագործության 4556 դեպք, որոնցից դատարան է գնացել մեղադրական եզրակացությամբ 940-ը։ Այսինքն մոտ 20%-ն գործերի, որոնք մեղադրականով գնացել է դատարան, բայց քանիսն են դատվել արդյունքում մենք չգիտենք։ Ներմուծում արտադրություն։ Շատ ավելի շատ կենտրոնացրել ենք ռեսուրսը այս երկու շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափերով շրջանառությունը անչափահասների կամ երիտասարդների շրջանում հնարավորություն չունենա տեղի ունենալ, եւ սա 80%-ով ավելին է, քան 2024 թվականի տվյալներն են։ Իրավապահները նախորդ տարվա ընթացքում 700 կիլոգրամից ավելի թմրանյութ են դուրս բերել շրջանառությունից։ Սա բավականին լավ արդյունք է համարվում, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է ֆիքսել, որ էականորեն աճել է նաև թմրանյութերի շրջանառությունն ու դրանում ներգրավված անձանց թիվը։ Սա է նաև պատճառը, որ այդ հանցանքի համար պատժի խստացումը դարձել է օրվա պահանջ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։